Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է տարվա ծնված նշանների համար, մայիսի 2-ի համար, ճիշտ է ինքը շաբաթ է, բայց նայում ենք այս մյուս քարտերով, որովհետև մյուս քարտերը ինձ հարկավոր են մեկ այլ կանխատեսման համար, բացի դա էլ ուզում եմ նշել, որ ընդունվում են խորհրդատվություններ, ծրագիրը պատրաստ լինելու դեպքում անպայման կհրապարակեմ, թե ինչպես կարող եք վճարել, ինչպես կարող եք մտնել և նայել, թե ինչ հարցեր կան, ինչ հարցեր կարող եք տալ, և թվագիտությամբ, և աստղաբանությամբ, և քարտերով, և ռունաներով, եթե հետաքրքիր է, և այնտեղ կան ցանկությունների վերաբերյալ, նաև կան հատուկ թալիսման կոդեր, որոնք որ պահում եք անձամբ ձեզ մոտ, որտեղ դա միայն ձերն է, ոչ ոքինը չէ, դա հատուկ պահեր են, որոնք որ վերաբերվում են միայն ձեզ, ուրիշ ոչ ոքի, դրանից նույնը երկրորդը գոյություն չունի երբեք, այդպես, նաև դա, և ես անպայման կասեմ, թե ինչպես կարող եք այն պատվիրել, ես կողմենկում եմ տարել, ամեն ինչը դրա համար ուղում եմ, ժամանակ չեղավ, և դրա համար մոմը, գիտեք, որ չեմ սիրում, որ մոմը երևում է, բայց ստիպված պետք է երևա, որովհետև տեղը մի քիչ փոքրացրել եմ, մի քիչ ուրիշ կերպ եմ սարքել և ստիպված եմ, 1000 կողմ տեղափոխեցի, լույսը էֆեկտը այդքան էլ լավը չէր, դրա համար ստիպված նորից այսպես եղավ, մի խոսքով, նույն դիրքում ենք, բայց ինչ-որ բաներ պակասել է, որոնց վրա որ դնում էի, ինչ-որ բաներ, օրինակ մոմը, այդպես, իմ կողքից պակասել եմ, որովհետև լույսն էր կլանում, և լույսը փակում էր, և լույս չէր ընկնում այս կողմից, և իհարկե ուզում եմ նշել, որ քարտերը հասել են, և քարտերը շուտով կփոխվի, նաև նոր քարտեր կան, որոնցով ևս էլի կաշխատեմ, և այն նախկին քարտերով ևս կաշխատեմ, այնպես որ օրը մեկ քարտ կփորձեմ ձեզ ներկայացնել, որպեսզի ավելի հետաքրքիր լինի ձեզ համար կանխատեսումը, ինչքան էլ որ դուք այս քարտերին եք սովորել, բայց նաև կսովորեք նրանց, ոչինչ, նրանք ևս, ես ուղղակի փոխում եմ այս քարտերը, որովհետև իրանք արդեն հնացել են, և այն ինչ որ գալիս է, դա վերջինն է, հազիվ է կարողացել գտել, են էլ ընկերուհու տանից, դրա համար վերջինն է, որը որ գալիս է, պետք է լավ վերաբերվել դրանց, եթե փչանան, էլի կարող եմ մեկու մեջ սա օգտագործել, նա օգտագործել, որպեսզի այդպես արագ չփչանան, թե չէ էլի որ փչացան, այս անգամ արդեն չեմ կարող գտնել, և ովքեր որ սիրում են կոդերը, հաջողության կոդերը, ապա մինչև սա նայեք, այնտեղ արդեն ես կմոնտաժեմ և կտեղադրեմ հաջողության կոդերը, այնպես որ ցանկության դեպքում կարող եք նաև նայել հաջողության կոդերը, բացի դա էլ ովքեր որ բաժանորդագրված չեն, կարող եք բաժանորդագրվել, և արդեն նշել եմ ամսվանի մեջ, բոլոր ամսվա նշանները կան արդեն ալիքում, վերջին ամսի 39-ն է ընկել, և կարող եք նայել, նաև հրեշտակային ժամերը կան, և այլն, միայն աստղաբանության ալիքում է, որ չեմ հասցնում կանխատեսումները անել, մի քիչ դա է բարդ, ուշ սկսեցի և հիմա չեմ հասցնում, ոչինչ անել, այսքանը երևի տեղեկատվության համար, դե ովքեր որ ցանկանում են խորհրդատվություն, ինձ բավականին դեռ շատ եք դիմում, Viber-ը չի աշխատում, այնտեղ այդ ծրագրով դուք ընտրում եք, ինչ եք ուզում, ինչպես եք ուզում, և ըստ ձեր ընտրության միգուցե գումարը նվազի, գումարը ավելանա, կամ այնինչ գումար, որ տեսել եք մտնելուց, այդ գումարը չլինի, մեկ այլ գումար լինի ձեր ընտրության, այսինքն քարտային կանխատեսումները լինում են հենց այսպես, դուք զանգահարում եք, մենք խոսում ենք իրար հետ, և ես ձեր առջև այդպես տեղադրում եմ, բայց ոչ մի ավելորդ թեմա, ավելորդ խոսակցություններ, տրված ժամ է լինելու տրված, այդ ժամով պետք է սահմանափակվենք, այսքանը, դուք վճարելուց հետո ստանում եք հատուկ թուղթ, ձեր մեյլի միջոցով, որտեղ որ նշվում է, որ կամ միգուցե կարող եք նշել նամակի միջոցով ստանաք, դժվար, բայց նամակի միջոցով ստանաք,
նշում եք այնտեղ, նշված է լինում, որ դուք ընտրել եք այս կամ այն ինչ որ կանխատեսում, մոռացել էի բառը, ընտրել եք այս կամ այն կանխատեսումը եւ հետո արդեն նամակի միջոցով ձեզ կասեն, որ օրը եւ որ ժամին սպասել։ Դե դուք պետք է արդեն հարմարեցնեք, ուրիշ այստեղ ելք չկա։ Սովորաբար խորհրդատվությունները ավելի շատ երևի շաբաթ-կիրակի կամ ցերեկները կլինեն կամ երեկոյան։ Այնտեղ գուցե ժամեր էլ ես ավելացնեմ, ժամերին նշեք, որ ժամերին է հարմար ձեզ խորհրդատվության համար, իսկ դա այդպես ավելի լավ է։ Ահա, այսքանը եւ հիմա տեսնենք, թե ինչ է մեզ բոլորի սպասվելու մայիսի 2-ին, նաեւ շնորհավորում եմ բոլորին մայիսի 1-ի կապակցությամբ, այսօր մայիսի 1-ն է, բոլոր աշխատողների տոնն է, այսօր ովքեր որ նստած են իրենց տոնը չէ, դուք մի նշեք, որովհետեւ դուք չեք աշխատում, յուրաքանչյուր բանային ինչ որ դուք անում եք, դա համարվում է աշխատողների տոն եւ պետք է անպայման դա նշել։ Այսքանը, եւ հիմա գնանք արդեն կանխատեսումը, գնայենք առնետներին։ Երևի թե արդեն դնեմ այս կողմի վրա այսպես։ Ես չեմ տեսնում, գուցե լավ է։ Ահա, ինչ է սպասվում առնետներին մայիսի 2-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարիքով տղամարդ է, նաև կարող պետական աշխատող է, կարող հուզվել, կարող նաև արտասվել, գուցե հուզվում եք, որ իրեն պետք է տեսնեք, սպասում եք հեռախոսազանգի օրվա ընթացքում, չեմ կարող հստակ ասել կգա թե ոչ այդ հեռախոսազանգը, բայց սպասում եք հեռախոսազանգի եւ ճանապարհի կամ ճանապարհի համար է վեճը կամ ճանապարհին կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, կամ հենց հստակ ճանապարհի համար է վեճը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին միայն։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 2-ին։
Հարգելի ցուլեր, դարված ընված ցուլերն են։ Ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան, նաև խոչընդոտներ կան օրվա ընթացքում, որոնք այստեղ ելք եք փնտրելու, որ այն լուծեք, կարգավորեք այդ խոչընդոտները, նաև հաջողություն ունեք, միգուցե այդ խոչընդոտներն եք կարողանում հաղթահարել, լուծել, ուղղել ամեն ինչ։ Եվ այստեղ կամ ձեր տղան է ընդունվում աշխատանքի, կամ մենեջերը, կամ տնօրենը այդ օրը ավելի լավ կլինեն ձեզ հետ, նաև դա կարող է լինել նոր սեր աշխատանքի վայրում, կարող է ինչ-որ մեկը գալիս է սիրահարվում եք, կամ սիրո խոստովանություն են անում այնտեղ աշխատանքի վայրում, ինչ-որ մեկը կարող է այդպես ձեզ դուք իրեն դուր եք գալիս եւ անում է, կամ դուք եք անում։ Եվ այստեղ կարող է ձեր տղան, ձեր ամուսինը կարող է ընդունվում են աշխատանքի եւ դուք ուրախ եք, այդպես սիրով լցված, սիրտն է ուրախ, հա, մարդու, որ այդպես ինչ-որ բաներ կան։ Նաև ձեր տնօրենի վերաբերմունքը կամ աշխատակից այդ ինչ-որ տղա է, մենեջերն է, իր վերաբերմունքը ձեր նկատմամբ այդ օրը հիանալի կլինի եւ բավականին ուրախ կլինեք։ Եվ ինչ-որ բան է ուշանում, հնարավոր այնտեղ ճանապարհն է ուշանում, գիտեք, կամ ինչ-որ մարդիկ են ուշ գալու, կամ դուք եք ուշ գնալու, ինչ-որ խոչընդոտներ հնարավոր է դրանից է կախված։ Ուշը դա կարող է լինել մոտավորապես 1 ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ես ուր աջ ձեռքով վերցնելու։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ լավ լուր լսելու օր է։ Առավոտյան տան հետ կապված ոչ հարցեր կան, դրանք պետք է լուծեք, նա օրը առիթ է, դուք պետք է գնաք կամ ձեր տուն են գալու, կամ ինչ-որ հարցեր են, որ տան հետ կապված է, լուծում եք, կամ ուբորկա եք անում, հյուրեր եք ընդունում։ Օրվա մեջ ոչ է լուսավոր մի բան է տեղ ունենալու, շատ լավ լուր եք լսելու, որը որ ձեզ բավականին շատ ուրախացնի։ Նաև ինչ որ լուսավոր մի բան է, բարի լուր է, լավ լուր է, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, հնարավոր է նաև ձեր սիրելի մարդկանց մասին է այն ինչ որ լսելու եք, նաև ոմանց կարող է սիրո խոստովանություն անում, դա է ձեզ համար եւ լավ լուրը եւ այդպես լուսավոր մի բանը որ տեղի ունենում ձեզ հետ։ Եվ օրվա վերջ ինչ որ հարցին լուծում տալու համար ելք եք փնտրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 2-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու առավոտյան ինչ-որ մարդկանց եք սպասելու կամ ինչ-որ բանի եք սպասում, օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, դա կարող է լինել պետական աշխատող նաև։ Եվ երկար սպասված նամակ, փաստաթուղթ, փաթեթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ինչ-որ կարևոր մի բան է, նաև ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք էլ կարող այդ տեղեկատվությունը աշխատանքի հետ է կապված, կարող ինչ-որ ռեզյումեներ եք թողել եւ հիմա ի վերջո զանգահարում են այնտեղից ձեզ։ Ում այդ օրը շատ աշխատանք ունենաք, կխոսեք նաև աշխատելու մասին, աշխատանքի մասին, հանդիպում պետական աշխատողի հետ, պես կարող իրեն եք սպասում, իրենից որևիցե տեղեկատվություն եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 2-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կամ ուրախանալու եք, որ ինչ-որ մի բան է ուշանում, կամ այն ինչ-որ ուշանում էր, հիմա է լինում եւ դրա համար ուրախ եք։ Օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորությունը նաև կարող է լինել պետական աշխատող։ Եվ ինչ-որ բան ձեզ տխրեցնում է, միգուցե իր հետ խոսելը, միգուցե իր հետ հանդիպելը, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս կարծես թե։ Լուսավոր մի բան տեղի կունենա օրվա ընթացքում, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև սպասում եք աշխատանքի հետ կապված հարցերին, սպասում եք, որ պատասխանեն ձեզ, սպասում եք, որ կանչեն ձեզ, կարող ռեզյումե եք տվել եւ սպասում եք։ Սպասում եք նաև պետական աշխատողին, միգուցե իրենից պատասխանի եք սպասում։ Եվ հաճախորդների պատասխանի կարող է լինել նաև, սա ինչ-որ կամ հաճախորդների եք սպասում, որ գան օրինակ իրենց ապրանքը տանեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 2-ին։ Հարգելի օձեր, այդքան էլ ձեր օրը ինձ դուր չի գալիս, այստեղ պարկում եք։ Օձերի պատճառով պարկում եք։
վիճում եք իրենց հետ և պարկում եք, երևի լավ չեք զգում, դրա համար փոխեք ձեր օրը ձեր ձեռքում է այս պահին և դուք եք որոշողը վիճեք, պարկեք, թե ուղղակի բաց թողեք, թող ինչ ուզում են հաչան և դուք ձեզ համար ապրեք, որովհետև այստեղ ձեր օրը կփչանա, վեճը բերում է նրան, որ դուք ձեզ վատ եք զգում և հետո արդեն բնականաբար կպարկեք, ու դե էլ բան չի ընկել, ոչինչ չեք անում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 2-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը բավականին երկար ինչ-որ մեկի հետ հեռախոսով կխոսակ, բավականին, կամ հեռախոսով կարող զանգարել և ասեմ, որ ինչ-որ մի բան դեռ դանդաղում է, դեռ կանգնած է, դեռ պետք է սպասեք դրան։ Տան հետ կապված իրադարձություններ կան, միգուցե դրան է վերաբերվում, այդ օրը նաև կա առիթ է, պետք է գնաք առիթի կամ ձեր տանն է առիթ, նաև դա հյուրեր են, որ կընդունեք, տան հետ կապված ինչ-որ բաներ են, որոնք որ կանեք, բայց այդ տղայի հետ է կապված, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք այդ տղային, միգուցե ձեր տղան է, երկրորդ կես է, որպես նոր անձնավորություն է, որ մտնում է ձեր կյանք, և օրվա ընթացքում ևս հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, այն ինչ որ կանեք, երեկոյան արդեն մի փոքր էմոցիոնալ կլինեք, բայց էմոցիաները չգիտեմ ինչու են, հազար ու մի բան կարող է լինել այստեղ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 2-ին։ Հարգելի այծեր,
Այդ օրը օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, նաև ինտիմ հարաբերությունները ոմանց համար, ոչ նամակ կստանաք SMS ինչ-որ մեկից կամ փաստաթղթերի հետ կապված հարցեր կլուծեք, օրվա վերջ ոմանք շատ էին սպասում, որ իրենց սիրախոստովանություն անի այդ մարդը կանի ձեզ կամ դուք եք սպասել, որ դուք անեք, նաև ձեր սիրելիից նամակ ստանաք, տեղեկատվություն ստանաք, եւս այն այս ընթացքում կստանաք, նաև դա կարող է լինել փաթեթ, որը ստանալուց եւս շատ կուրախանաք եւ ձեր հարազատներից որևիցե տեղեկատվություն, որը ելի երկար եք սպասում, դա եւս կստանաք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 2-ին։ Հարգելի կապիկներ, հետո առավոտյան ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել, կարող մասնագետ է, կամ ինչ-որ մեկն է, կարող եք վիճել, հետո կարող եք հանդիպել նաև մասնագետի հետ, հա, վիճելուց հետո կարող եք հանդիպել ոչ մասնագետի հետ։ Նաև գումար կամ կստանաք, կամ գումար կծախսեք այդ օրը, ոմանց սիրոխոստովանություն կանեն, դուք կանեք, կամ դուք երջանիկ կզգաք ձեզ, լավ կզգաք ձեզ, ինչ-որ մի բանի հետ կապված, կամ հարազատների շրջապատում կլինեք այդ օրը, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, այն ինչ որ այդ օրը կանեք, դռներ են բացվելու ձեր առջև, յուրաքանչյուր ինչ-որ խնդիր այդ օրը կկարողանաք շատ հանգիստ լուծել, բացարձակապես այստեղ հաջողությունը հաջողության հետևից է ձեզ մոտ, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, հանդիպում պետական աշխատողի հետ, նաև կարող հաճախորդներ եք ունենում, շատ պատվեր այդպես, կամ աշխատանքի մասին կարող եք խոսել։ Եվ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, միայն առավոտյան է, որ ինչ-որ տրամադրությունը լավ չի կարծես թե։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 2-ին։
Հարգելի ակահաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ երիտասարդ, նոր ծանոթություն է ոմանց համար, գումար կստանաք կամ գումար կծախսեք, վիճում եք օրվա ընթացքում, օրվա վերջ կարող եք հուզվել, նաև արտասվել, բայց ուրախ եք, միգուցե ուրախության արդյունքներ են, չգիտեմ, և հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին մայիսի 2-ին։ Հարգելի շներ, այդ օրը տան հետ կապված որևէ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, հնարավոր առիթ է, պետք է գնաք կամ մարդկանց եք ընդունելու, հույսով լցված եք կամ որ առիթը լավ կանցնի, կամ նաև որ ինչ-որ մարդիկ կգան, նաև եթե տան հարցեր կան, այդ հարցերը կլուծվեն։ Այդպես կարող է նաև ու բորկայականում և հույսով եք, որ այդ օրը ի վերջո կավարտեք այդ ու բորկան, այդպես։ Եվ ոչ է բան է ձեզ մոտ ուշանալու, մոտավորապես 2 ամիս պետք է սպասեք իրեն և երեկոյան կամ շուտ եք պարկելու քնելու կամ ավելի ուշ, նաև մինչև քնել ինչ-որ մի բանը հաջողությամբ կավարտեք կամ ինչ-որ մի բան է, որ կանեք, այսպես թե այնպես կանեք կավարտեք այդ օրը, նոր հետո կքնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 2-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը հաջողություն ունեք, ինչ որ գործեր հաջողությամբ կանեք, կվերջացնեք, դա կարող է լինել ինչ անեք, հա, այդ օրը հաջողություն կունենաք, լուսավոր ոչ մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, եւ նաեւ երկար սպասված ոչ է տեղեկատվություն կարող եք ստանալ, որևիցե նամակ, ինչ որ փաստաթուղթ, փաթեթ, այդպես, շատ կարևոր բան է միգուցե ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։